Արվեստով լի շաբաթ Հայաստանում հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ գարնանային արձակուրդի օրերին հնարավորություն ունեցան այցելելու թատրոններ, դիտելու ներկայացումներ, հանդիպելու դերասանների հետ, բացահայտելու կուլիսային գաղտնիքները։ Թատերական շաբաթն իրականացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բաց դասն անցկացնում է Հայաստանի վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը։ Նախ աշակերտներին ծանոթացնում է թատրոնի պատմությանը, հետո նրանց ուղեկցում հետնաբեմի հանդիսատեսին անհասանելի արտադրական սենյակներ։ Ինչ է կատարվում մեր թատրոնում։ Ուրեմն յուրաքանչյուր օր գալիս են երեխաներ, ովքեր ծանոթանում են թատրոնի հետ, կուլիսների, բոլոր բուտաֆորների, կոստյումերների ցեխի եւ մնացած բոլոր այն օգնական միջոցների, որը հետո դառնում է մի հրաշք, որը մենք ներկայացնում ենք բեմում, որովհետեւ մենք շատ երեխաներ չգիտեն, թե ինչքան մարդ է աշխատում, որ իրենք ուղղակի տեսնեն մի հրաշալի ներկայացում։ Դերասանուհին ընդգծում է, բացի աշակերտներին արվեստին մոտեցնելուց, նախագիծը կարևոր է նաև նրանց մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։ Ասում է, երեխաներին իսկապես հետաքրքիր է թատրոնը։ Դրա ապացույցը շրջայցի ընթացքում նրանց բազմազան հարցերն ու փայլող աչքերն են, նոր բան լսելիս կամ տեսնելիս։ Շատ ոգևորված է, որովհետև ես տեսնում եմ իրենց աչքերը, իրենց էմոցիաները, իրանք, գիտեք ինչ, իրանց թվում է, որ հասանելի չի դերասանը, այդ զգեստը, այդ գրիմը, իրենք դա տեսնում են որպես ինչ-որ մի հատ անհասանելի ինչ-որ մի բան, հա, ոնց որ մենք դիտում ենք ֆիլմը եւ թվում է, որ այդ դերասանները ուղղակի շոշափելի չեն, իսկ իրանք առնչվում են, անմիջական առնչություն են ունենում։ 12-ամյա Սարգիս Քոչարյանն ամենաակտիվ մասնակիցներից է։ Նախ թողնում է, որ իրեն դիմահարդարեն, հետո արդեն բեմում դերասանուհի Ելենա Եսայանի հետ փորձում է արևի շողի կերպարը։ Ցույց տվեցին մեզի դերասաններին, ծանոթացանք, ոնց որ բոլորի դուրն է եկավ, որ գան խաղան, գան նայեն։ Տեսանք պարիկները, բեղերը, թե ոնց են օրինակ անբան հուրին, եթե ստելինի, օրինակ իրեր բերեն դնեն, այդ սարքելու տեղը էլի, դե տեսանք շորերը սարքելու տեղը։ Շրջայցի ավարտին երեխաներին եւս մեկ անակնկալ էր սպասվում։ Թատրոնի փոքր բեմում նրանց համար վարպետության դաս անցկացվեց, ապա հնարավորություն ունեցան դերասանների հետ մեծ բեմում էտյուդներ կատարել։ Եվ հրաժեշտից առաջ խմբային լուսանկար, օրը հիշարժան դարձնելու համար։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։